Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Камино аи, каши коши. Его даст ловит, Бог есть любовь. الله محبة هو كمان بيحبك. Մի անհանգստացիր, ճիշտ ես լսում։ Բարի գալուս լեզուների մեր փոքրիկ դպրոց։ Միացիր մեզ։ 3 րոպեում դու տարբեր լեզուներով աշխարհի ամենակարևոր նախադասությունը կսովորես։ Իսկ ո՞րն է այս ամենակարևոր նախադասությունը։ Ես ուրախությամբ կասեմ քեզ պատասխանը։ Աստված սեր է և քեզ նույնպես սիրում է։ Պատկերացրու, մեծ և ամենակարող Աստվածը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, սիրում է քեզ։ Դու դրանում համոզվում ես, քանի որ նա իր միակ որդուն ուղարկեց աշխարհ, որ վճարի քո մեղքի գինը և քո փոխարեն մահանա։ Նա արեց դա, որ կարողանաս իր և Աստծո հետ հաղորդակցվել և երկրի վրա, և երկնքում։ Աստծո սերը մեծ է և երբեք չի վերջանում։ Դրա համար էլ դու կարող ես ասել. Աստված սեր է, նա քեզ նույնպես սիրում է։ Աֆրիկայի լեզուներից մեկով սա այսպես է հնչում. Hatala sinta, tu domini. Hatala sinta, tauten yankong. Tu domini. Hatala sinta, tauten yankong. Կուզես աշխարհի ամենակարևոր նախադասությունը գերմաներենով nույնպես սովորել։ Gott ist die Liebe, lässt mich erlösen. Gott ist die Liebe, liebt auch mich. Drum sag ich noch einmal, Gott ist die Liebe, Gott ist die Liebe, liebt auch mich. Սա ճշմարտություն է։ Աստվածաշունչն ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ով նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16։ Աստված քեզ շատ է սիրում, սա իրոք ճշմարտություն է։ Դրա համար էլ կարող ես նախադասության մեջ քո անունը դնել այսպես. Որովհետև Աստված այնպես սիրեց Հերմինեին, որ իր միածին որդուն տվեց, որ Հերմինեն նրան հավատա ու չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված սիրում է բոլոր երեխաներին։ Կարևոր չէ, թե ինչ լեզվով են նրանք խոսում, կամ թե ինչ գույնի մաշկ ունեն։ Ունես ընկերներ կամ դասընկերներ, որոնք սրա մասին արդեն գիտեն։ Պատմիր նրանց և ասա լեզուների մեր փոքրիկ դպրոցի մասին, որ նրանք նույնպես լսեն։ Հիմա դու կլսես նախադասությունը արաբերենով։ علشان الله محبة لازم أتعلم منه وإني بالمحبة أصبح أنا جزء منه علشان الله محبة لازم أتعلم منه وإني بالمحبة أصبح أنا جزء منه Հիշիր, որ Աստված սեր է, և նա քեզ նույնպես սիրում է։ Եթե ուզում ես ավելին իմանալ Աստծո սիրո մասին, գրիր ինձ։ Մեզ հետ կարող ես կապվել hayphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ hayphokrik@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։